Ողջույն, եթերում մեր ուղին հաղորդաշարն է, եւ այսօր մեր ուղին պետք է անցնի հասարակական կազմակերպություններով։ Այսօր մեր հյուրն է Նոր Վանաձոր հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Այվազյանը։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Մինչև կանդրադառնանք նոր հասարակական կազմակերպության գործունեությանը, նախ մի քիչ ձեր աշխատանքային եւ առհասարակ վերջին 5 տարվա ձեր անցած ճանապարհին անդրադառնանք։ 2021 թվականին ձևավորվեց ընտրություններից հետո բոլորիս հայտնի պայմաններում ձևավորվեց քաղաքային իշխանություն, այդ իշխանությունում դուք զբաղեցրիք բարձր դիրք, զբաղեցրիք բաժնի պետի պաշտոնը, գույքի հավաքագրման, եկամուտների եւ գովազդի բաժնի այդ պետի պաշտոնը եւ սկսեցիք ձեր գործունեությունը։ Որոշ ժամանակ անց Խնդրեմ, սկսենք այդտեղից։ Բարև ձեզ, շնորհակալ եմ Ռոբերտ ջան հրավերի համար։ Նախ ասեմ, որ 21 թվականին, երբ այդ նախընտրական շրջաններ բոլորս մասնակցում էինք քարոզարշավի, խոստումներ էինք տալի մեր բնակչությանը, եւ ինձ համար այդտեղ ամենակարևոր դրվագը նա էր, որ ես ասում եմ, որ Վանաձորի բյուջեն դա գոյատևման բյուջե չէ, այլ զարգացման։ Որից հետո ընտրություններում վստահություն ունենալուց հետո մարդկանց կողմից նշանակվել եմ 21-22 թվականի հունիսի 1-ին եկամուտների հավաքագրման բաժնի պետ, որը իմ կյանքի ամենակարևոր շրջաններից մեկն եմ համարում, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ էր եւ ես ունեի խնդիր Վանաձորի համայնքապետարանի եկամուտների մասով լուրջ աշխատանքներ անելու։ Կուզեմ նշել, որ այդ ընթացքում, որպեսզի համեմատության համար մենք իմանանք, 23-21 թվականին ամբողջ իմ ղեկավարած բաժինը հավաքագրել էր 800 միլիոն դրամ, իսկ 22 թվականի մինչև հունիս ամսվա կեսը 440 միլիոն դրամ։ 23 թվականի իմ բաժնի պետ արդեն նշանակվելուց հետո այդ թվերը կրկնակի աճել էին, դարձել էր 1 միլիարդ 800 միլիոն եւ 24-25 թվականները նույնպես անընդհատ 20-30% աճ է գրանցվել, ինչը հիմնականում արվել է ապարքների, կուտակված պարտքերի եւ այդ տանջագին աշխատանքի արդյունքում։ Ինչի եմ ասում տանջագի, որտեղ մեր քաղաքում բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեին ֆինանսական հնարավորություններ, նաև ունեին մեծ պարտքեր, որի հավաքագրումը իր մեջ ներառում էր նաև որոշակի խնդիրներ, որտեղ հեշտ չէր այդ գումարները հավաքագրելը։ Աշխատանքի ընթացքում երբ ես աշխատում էի, այդ ամբողջ ժամանակաշրջանում ես քաղաքացիների համար նաև ոչ միայն հարկերը հավաքագրելու հաշվին եմ փորձել եկամուտներ ապահովել, այլ մենք նաև հնարավորություն ենք տվել մարդկանց որոշակի կուտակված հարցերը կարգավորել ավականու նիստերի միջոցով, որոշակի արտոնություններ տրամադրելով, այսինքն մենք խնդիր չենք դրել հավաքագրել ինչ միջոցներով լինի, մենք խնդիր եմ դրել մարտչև, առաջի հերթին հարուստ այն մարդկանցից, ովքեր կուտակել են մեծ պարտքեր Վանաձորի բյուջեի հանդեպ, առաջի հերթին հավաքագրել դրանք, հետո նոր արդեն անցնել այն գումարները, որոնք որ մեծ գումարներից հետո նոր անցնել փոքր գումարների։ Խնդիրը նրանում էր, որ իմ ղեկավարած բաժինը շատ մեծ է եւ իր շրջանակը բոլոր վճարումներն էին եւ ես համոզված եմ, որ եթե այսօր վանաձորցիները գնահատականներ տանացած տարիների վճարումներին պայմանագրերի քանակին եւ ընդհանրապես այն մեխանիզմին, որ ես ղեկավարել եմ եւ տիրապետել ենք ամբողջ քաղաքը, հաստատ նոր ընտրություններ ես գնահատականը կտան։ Ցավոք սրտի մեծ թվեր ապահովելով, այդ մի քանի 100 միլիոններ ապահովելով իմ բաժինը, հանգեցին նրան, որ մենք հետագայում ես անձամբ ունեցա խնդիրներ։ Իսկ գալիս է դրան, այ օրինակ 23 թվականին մասնավորապես այն նշում եք քրտնաջան աշխատանքի, տքնաջան աշխատանքի գիշեր-ցերեկի արդյունքում բյուջեն կրկնապատկելու, բայց 23 թվականին եղավ այն, ինչ որ արդեն վերջին ժամանակահատվածում շատ ակտիվ բուռն քննարկումների առիթ տարավ։ Ձեզ կանոնավորեցին, քրեական գործ հարուցեցին։ Դրա հետ կապված ես վերջերս եմ հարցազրույց տվել եւ մեկնաբանություններ, հիմա կուզեմ կարևորը նշեմ մի բան, որ 22 թվականի հունիսի 1-ին իմ նշանակվելուց անմիջապես հետո իմ վրա արդեն արտաքին եւ ներքին դիտում է նշանակվել եւ դեռ ես չաշխատած, ես եղել եմ պատկան մարմինների հսկողության տակ մոտ 1 տարի եւ արդեն 23 թվականի նոյեմբերին, երբ այդ գործը հարուցվեց եւ բոլորը տեսան թե ինչ աղմուկով այդ մեղադրանքները եկան, ձերբակալություններ եղան, դրանից հետո որևէ ընթացք այդ գործերը չստացան, որովհետեւ ես ընդհանրապես ուզում եմ մի բան ընդգծել, որ կարևորը մեղադրանքը եւ հարուցելը չէ, կարևորը այդ մեղադրանքի բուն էությունն է, թե որտեղից միգուցե ես այնպիսի մարդկանց եմ գումարներ հավաքել, ովքեր նեղվել եւ սկսել են ին վրա
որոշակի աշխատանքներ տանել։ Իմ անձնական կարծիքը նա է, որ այդ գումարների հավաքագրման process-ի ընթացքում է որոշակի տնտեսվարողների հետ շատ մեծ շահերի բախում եղել, որ ես պարտադրել եմ, որ այս քաղաքում բոլորը պետք է վճարումներ անեն, եւ այդ process-ը 23 թվականին, երբ որ սկսվեց, անմիջապես դադարեց, որևէ հետևանքներ չունեցավ։ Հարուցվեց գործ, որը մոռացության տրվեց, որի համար ապացույցներ չկային, որի համար ես որևէ ձևով չպատժվեցի կամ որևէ ոչնդոտներ չեղան, եւ ես շարունակեցի աշխատել իմ բնականոն ընթացքով։ Եվ դրանից ընդամենը 2 տարի անց 25 թվականի նույնպես նոյեմբերին նորից այդ գործը ընթացք է ստանում եւ մեկնաբանվում է, որ այն ժամանակ դու այդպիսի արարքներ ես արել եւ արդեն ճիշտ ասած շատ եմ անդրադարձել այս հարցին, կամ կարող եմ ասել, որ այս գործը ինձ համար ծիծաղել է այնքանով, որ 2-3 տարի ընթացքում մարդուն 2-3 անգամ ձերբակալել, 2-3 անգամ արգրավել ունեցած գումարները, հեռախոսները, բայց որ մեղադրանքներ առաջադրել, բայց թողնել, որ ինքը 3 տարի շարունակի աշխատել եւ վերջում էլ որևէ քայլ չձեռնարկել, սա պարզ ինձ համար երևում է նպատակ է եւ ես կխնդրեի այն մարդկանց, ովքեր ինձ մեկնաբանում են, որ սա ընդհանրապես հակակոռուպցիոն կոմիտեն իր աշխատանքն է կատարում, ես կխնդրեի երկրորդ կողմն նայեն, կարևորը դա է, թե այս գործը ինչից է սկսվել։ Առաջի քայլը Արմեն Այվազյանի վրա ով է իրականացրել, ինչ նպատակներով են սկսել Արմեն Այվազյանին հետևել եւ հետագայում ինչի ընթացք ստացել, ամբողջ այդ պատկերը պարզ կլինի եւ ես համոզված եմ, որ սա ինձ վարկաբեկելու համար են արել, իմ քաղաքական ճանապարհը խանգարելու համար են արել, բայց շատ ուրախ եմ, որ դա իրենց մոտ չի ստացվել, թե մեր վանաձորցին գիտի եւ իմ կյանքը եւ իմ առօրյան, եւ ես դրա մեջ կարող եմ լինել, թե չեմ լինի, ես համոզված եմ վանաձորցին այս գնահատականները կտան։ Շատ երիտասարդ տարիքից եղել եք Վանաձորի ավականու անդամ, մի հատ պարզ հարց քաղաքական կուսակցությունների հետ գործող այս ավականու կազմի կուսակցությունների հետ հավաբանությունները ինչպիսին են։ Ես 2008 թվականից ավականու անդամ եմ ընտրվել, այն ժամանակ կուսակցական չէր, 2 անգամ ընտրվել եմ, դրանից հետո դարձավ համամասնական ցուցակներով արդեն։ Քաղաքական կուսակցությունները իմ հարաբերությունը նորմալ է, բայց ես նորից եմ կրկնում, մեկ անգամ էլ եմ ասել, որ քաղաքական կուսակցությունները ինձ համար այսօր ընդհանրապես միջոց են ընտրություններին մասնակցելու համար, որովհետև որևէ կուսակցության մեջ ես գաղափարներ որպես այդպիսի կուսակցական գաղափարների մասին խոսք չեմ տեսել։ Եվ չեմ էլ տեսնում, եւ հիմիկվա մենք 2 ամսից ունենալու ենք ընտրություններ, այստեղ ընտրող գաղափարների պայքար չի գնում, այստեղ պայքար է գնում իշխանությունը պահելու եւ գալով փողով դրան իշխանությունը գանք դրան, պարոն Այվազյան։ Ես ընդհանրապես ասեմ, որ կուսակցությունները նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեմ, ես ինքս կուսակցական եմ հիմա եւ ցանկություն էլ չունեմ ում կուսակցական գաղափարախոսություն իրենցից հարցնեմ, բայց իհարկե ազգային ժողովի համամասնական ընտրություններին իմ կարծիքը կհայտնեմ եւ իմ ձևավորած թիմով արդեն որոշակի հստակ դիրքորոշում կարտահայտեմ։ Պարոն Այվազյան, ինչու հարցը այդպես ձևակերպեցի, շատ էր խոսում վերջերս Վանաձորում կայացած ավականու նիստի մասին։ Գրեթե մի քանի ամիս իշխանական թևը անընդհատ ասում էր, որ Վանաձորը չեն սիրում բառերով, խոսքերով, եթե սիրում եք Վանաձորը, եկեք ավականու նիստի, դուք էլ ձեր ելույթներում սոցիալական ցանցերով անընդհատ հորդորում եք, կոչ էիք անում Վանաձորի ավականու անդամներին գային մասնակցեին այդ ավականու նիստին։ Նիստը տեղի ունեցավ։ Այնուհետև դուք մանդատը վայր դրեցիք եւ դարձյալ ձեզ կալանավորեցին։ Այսինքն նիստն է պահում։ Դա շատ կարևոր հարց է, նախ ասեմ, ես Վանաձորցիների եւ ավականու անդամներին այն ժամանակ էլ եմ դիմել, այո ճիշտ եք ասում, որ Վանաձորի կարևոր խնդիրների լուծումը 35 միլիոն դոլար ներդրումը Վանաձորի համար շատ կարևոր է եւ ավականները պետք է դա գիտակցելով քաղաքի մասին մտածեն, ոչ թե իրենց անձնական կամ քաղաքական շահ անեն, բայց փաստորեն տեսեք ինչ ստացվեց, ավականն ըստ չէր կայանում, որովհետև քվորում չէր ապահովում։ Քվորում ապահովողներից մեկը նաև ես էի, ով քաջ գիտակցելով այդ նիստի կարևորությունը քաղաքի համար, պատրաստ էր այդ նիստին գա, բայց այդ ժամանակ ես նիստին չէի կարողանում մասնակցել, որովհետև ինձ վրա վարչական հսկողություն կար դրված եւ այս մասնակցությունը սահմանափակված էր։ Ինձ համար սկզբունքային հարց էր քաղաքում այս իրականացվող գործերի ծավալը եւ ես նույնիսկ այդ ամեն ինչի մեջով ասնելով, իմանալով, որ նիստը կայանալու է, նիստից հետո ինձ նույնպես նորից ձերբակալելու է։ Ես այդ ամբողջ սցենարը անգիր գիտեի եւ նույնիսկ այդ մասին իմ հարցադրումները
շատ մեծ քանակի մարդկանց արել եմ, բայց ինձ համար կարևորը քաղաքի խնդիրների լուծումն էր։ Իսկ հիմա երբ նիստը կայացել է եւ նիստից հետո ամենավատ բանը, որ ես նկատում եմ, դա տարբեր մարդկանց, այդ թվում ավականու անդամների եւ տարբեր իշխանական մարդկանց իրենց վերագրելն է այդ ամբողջ process-ը։ Ես ուզում եմ հստակ նշել, որ ավականու նիստը, որ կայացել է, դա որևէ մեկի իրեն վերագրելու թույլ իրավունք չունի որևէ մեկի իրեն վերագրել, որտեղ դա ավականու այն բոլոր անդամների մասնակցության շնորհիվ է եւ քվեարկության շնորհիվ է 17 հոգու, որ նիստը կայացել է, որտեղ պարզ օրինակ ասեմ, եթե ես նիստին չգայի, նիստը չէր կայանա։ Եթե այլ ավականու անդամ նիստին չգա, նիստը չէր կայանա։ Այստեղ կարևորը նիստը կայանալն էր քաղաքի խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե նիստը կայացնել էր քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Մարդիկ փորձում են դրանով հիմա քաղաքական խնդիրներ լուծել եւ ես կարծում եմ, որ մենք ես որպես ավականու անդամ նիստի կայացնելու համար չեմ փոշմանում, որովհետև մեր քաղաքը զարգանալու է եւ վանաձորցիները հստակ գնահատական պիտի տան ոչ թե այն մարդկանց, ովքեր ասում են մենք մանկապարտեզները դարձրեցինք անվճար կամ մենք վերադարձրեցինք այս գույքը, այն գույքը, այլ ես գնահատականը տալու են ավականուն, ով եկավ եւ քվեարկությամբ կարեւորելով իր քաղաքի շահը մասնակցեց քվեարկությանը, որտեղ եթե իրականում նայեն քաղաքական նկատառումներ, քաղաքական մոտիվացիաները, նիստը լինելու նպատակ ու ցանկություն բոլորիս մոտ կարող է չլիներ, որտեղ դա անիմաստ է, որտեղ արխիվում ընտրություններ են նոր կազմ է լինելու եւ այդ խնդիրները միգուցե ավելի ճիշտ էր վստահել նոր կազմով աշխող աշխատակազմին քաղաքապետարանի, բայց մարդիկ գտան, որ այս պահին դա կարեւոր է եւ ես կարծում եմ, որ մարդիկ բարոյական չի, երբ որ որևէ անձ, որևէ մարդիկ փորձում են միայն իրենց վերագրել ամբողջ այդ մարդկանց կատարած աշխատանքը եւ իրենց քվեարկությամբ հաստատված բոլոր ծրագրերը, որտեղ մի բան կուզեմ նշել, երբ ասում են կառավարությունը մեծ գումարներ է ծախսում, տեսեք ինչ գործ է արել, այստեղ շատ կարեւոր է տեսնենք, թե կառավարությունը այդ գումարները ներդնում է համայնքում ինչի հաշվին, այսինքն համայնքը կարողանում է նաև իր կատարած վճարումների միջոցով մասնակցել, համայնքը կարողանում է տիրապետել, կառավարությունը այդ գումարները ծախսում է, արդյոք դա համայնքում բարեկեցություն ավելացնում է թե ոչ, որտեղ մենք ունենք հիմա 35 միլիոն դոլարի ծրագիր, որն անելուց հետո մենք իրավունք չունենք ունենանք այնպիսի խաղահարապարակներ կամ այնպիսի բակեր, որտեղ ընդհանրապես անանցանալի են։ Այդ հերթականությունն էլ է կարևոր։ Դրա համար կարծում եմ ավականու նիստի կարևորությունը շատ մեծ է, իհարկե դրանից հետո իմ հետ կատարվածը ես կապում եմ նիստի հետ եւ դա ես գիտեի որ տես պետք է լինի, բայց ես դրան գնացի մեր քաղաքի շահը կարևորելով արխիվում ընտրություններ մարդիկ իրենց գնահատականը կտան։ Այդ քաղաքականության մեջ լինելով նաեւ մի քիչ հեռատես, լինելով բազմավաստակ ավականու անդամ, ինչ եք կարծում ավականու նիստ կլինի։ Ես ավականու նիստի հետ կապված կարևոր դիրքորոշում եմ համարում եւ ես նիստի եմ մասնակցում ավականու անդամներ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը երբ հարցը վերաբերում էր մոտ 1000 քաղաքացու դիմումների պատճառաբանեցին որ չեն հասցրել մասնակցեն եւ մասնակցելու դեպքում հասցնելու դեպքում մարդկանց խնդիրները, որոնք ճարտարապետական բաժնի հետ էին կապված, կլուծվեն եւ նաեւ աշխատավարձերի հարցը, որը մեր քաղաքացիների համար կարեւոր է, ես հույս ունեմ, որ իրենք հասցնելու խնդիր չունեն, իրենց գիտելիքներն ու փորձը իրենց հնարավորությունը տալու գոնե 1 ամիս արդեն անցել է մոտ ապագայում այդ հարցերը քննարկել եւ այդ հարցերը ներկայացնել։ Եթե նույնիսկ չլինի, նշանակում է այն ավականու անդամները, ովքեր դեմ քվեարկեցին, մեր քաղաքացիների խնդիրների մասին ընդհանրապես չեն մտածում եւ առաջիկա ընտրություններին դրա պատասխանը պետք է վանաձորցիներից ստանան, որտեղ այսօր դեռ կախված է հազարավոր քաղաքացիների վերաբերող հարցեր, որոնք նիստ չլինելու պատճառով չեն լուծվել։ Բայց չգիտես ինչի բոլորը մոռացել են, ես որպես նախկին ավականու անդամ չեմ մոռացել, եւ եթե իրենց ժամանակը այդպես էլ չհայտնվի, մենք անպայման կհիշեցնենք, որ իրենք այդ ժամանակը խնդրել են, որպեսզի ծանոթանան հարցերին։ Վերջին ժամանակահատվածում Արմեն Այվազյանը այսպես հնչեղ անուն ազգանուն, բայց Արմեն Այվազյանը ոլորտը կարծես փոխեց, դեպի գնաց իր ուղին տարավ դեպի հասարակական կազմակերպություն, իհարկե հիմնադրած կազմակերպությունը կար, Նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը եւ ընդամենը հենց ձեր սոցիալական կայքից մի հետաքրքիր կետեր եմ առանձնացրել, առաջին իշխանությունները, որ բնական են փորձում են պահել իշխանությունը եւ շարունակել կառավարել։ Խոսքը այստեղ վերաբերում է քաղաքական դաշտի 3 բևեռներին։ Առաջինը իշխանությունը, որ գոյություն ունի եւ փորձում է պահել իր իշխանությունը, երկրորդ ընդդիմություն, որը փորձում է փողով գալ իշխանություն, եւ երրորդ հասարակություն, որին չի հետաքրքրում ոչ փողը, ոչ իշխանությունը, իրենց արժեքները պետք, իրենց առօրյան է պետք, իրենց խնդիրներն է պետք։ Խնդրեմ
Ինչ գաղափարներով է գալիս այս հասարակական կազմակերպությունը, ո՞րն է լինելու նրա առաքելությունը, ո՞ր ուղով է անցնելու նա։ Խնդրեմ։ Նախ ասեմ, որ քաղաքականության մեջ ես շատ հին ժամանակներից եմ, արդեն երկար տարիներ է եւ գենետիկորեն ես դա տեսել եմ նաեւ փոքր տարիքից եւ ես շարունակելու եմ մնալ քաղաքականության մեջ իհարկե, որովհետեւ արժեվում ունենք երկու կարևոր ընտրություններ, ինչի ՀԿ-ի միջոցով, որովհետեւ ես հասկանում եմ, որ քաղաքական ընտրությունների մասնակցում են կուսակցությունների միջոցով, իսկ կուսակցությունների մասնակցում են ձևավորված թիմ են ունենում։ Ես հիմա նոր Վանաձոր հասարակական կազմակերպության միջոցով այն ձևավորված թիմը, որ ունեմ, դա եմ մեծացնում, որը մենք միասին քննարկում ենք մեր առաջիկա անելիքները, ինչ վերաբերում է այդ իմ գրառմանը, ես ընդհանրապես ուզում եմ նշել, որ գրառումս 3 եմ կատարել եւ իմաստը սա է։ Այսօր մենք ունենք հասարակություն, որտեղ իշխանությունը եւ ընդդիմությունը միայն հակառակում են։ Այսինքն իշխանությունն ասում է ես խաղաղություն եմ բերել, եթե ընդդիմությունը գա պատերազմ է լինելու։ Իշխանությունը ասում է ես խաղաղություն եմ բերել, ընդդիմությունը դեռ քարոզարշավը չսկսված արդեն բազմաթիվ մարդիկ կալանավորվում են գումարներ տալու համար, փողով փորձելով իշխանությունը գրավելու համար։ Այս ամբողջ պայքարի մեջ հասարակության գրեթե 80%-ի մասնական կարծիքով որևէ դիրքորոշում չունի, որևէ ընտրության դեռ որոշում չունի եւ նստած նայում եւ ասում է հարգելի քաղաքական գործիչներ, դուք գաղափարական պայքար մեզ ներկայացրեք։ Խաղաղությունը եթե լինելու է, դա որևէ ձևով կապված չէ այն մյուսները գալու դեպքում էլ նույն ձևով դիրքորոշումներով կարող են պահել։ Ես այստեղ առանձնացրել եմ այն առումով, որ իշխանությունը փորձում է պահել իշխանություն, դա բնական է, բայց ընդդիմության գործիքները ինձ համար կոնկրետ անհասկանալի է, որովհետև որևէ գաղափարական, որևէ քայլեր, որով ինձ որպես քաղաքացու կարողանան ապահովել, որ իրենք չլինելու դեպքում այդ նույն խաղաղությունը լինելու է, բայց պատերազմը չի լինելու, չկա։ Բայց կա նաև մի հատ հստակ հատված մարդկանց, նաև քաղաքական որոշակի գործիչների, ովքեր այս երկուսի մեջ չեն տեղում եւ նրանց հետաքրքիր չի։ Եվ այդ փողը, եւ այդ իրանց ասելիքները, իրանք նայում են ռեալ իրականություն։ Այսօր քաղաքացիներ եւ Հայաստանի բնակիչներ եւ Վանաձորեն մտածում են գոյատևելու հարցը լուծեն, իրենց առօրյա խնդիրները լուծեն եւ ունենան խաղաղություն, սակայն չունենան անգրագիտություն։ Այսօր մենք ունենք քաղաքական դաշտում իմ կարծիքով այնպիսի վիճակ, երբ նախընտրական շրջան է, բայց կարևոր է ոչ թե շտաբի մեջի մարկանց գիտելիքներն ու գրագիտությունը, այլ շտաբի տեսքը եւ ծավալը եւ տարածքը կենտրոնում է թե ոչ։ Կարևոր է ոչ թե մարկանց քաղաքական խոսքը, այլ մարկանց քաղաքական պաշտոնը հետագայում ընտրություններից հետո նույնպես պաշտոն վերցնելու համար։ Դրանք ինձ համար անհասկանալի բաներ են, եւ ես գրառումը երբ կատարում է, ես ինձ կոնկրետ այդ երրորդ մասի մեջ եմ ներառել, որ այն մարկանց, ովքեր ուզում են տեսնել իրենց երկիրը զարգացող, բայց նաեւ որոշակի գրագերտ քաղաքակիրթ քայլերի միջոցով, այլ ոչ թե պայքարը այդ նախադասությունն եմ ուզում կարդալ, կհաղթի նա, ով ճիշտ է եւ անկեղծ, կխոսի հասարակության հետ եւ հույսը կդնի արդարության, ոչ թե փողի կամ անգրագիտության վրա։ Իհարկե, անգրագիտությամբ եւ փողով մարդկանց երբեք չես կապի, դա արդեն ապացուցվել է երկար տարիներ, այսօր եթե մենք նայում ենք, եթե որոշակի մարդիկ փորձում են որոշակի փող տալով, աշխատավարձ գրանցելով կամ ինչ-որ ձևով քվե ունենալ, դա միանշանակ չի հաջողելու։ Իմ անձնական կարծիքով դա արդեն իսկ պարտության մատնված են իրենք, բայց նաև մյուս կողմից, եթե իշխանությունը իր քայլերը շարունակի նման ձևով, որ իր նախընտրական շրջանում իրականացնեն այնպիսի մարդիկ, որոնք մեծ մասը չասեն, բայց բավականին շատ մարդիկ կան, ովքեր քաղաքական process-ներ են մասնակցում, չիմանալով ինչ է այդ process-ը իրենից ներկայացնում, իրենք էլ են խնդիր ունենալու, որովհետև մեր հասարակությունը հստակ արդեն հարցեր ունի։ Եթե մենք միակ ձեռքբերումը, որը մեր երկիրը ունի, դա խաղաղությունն է, որը պետք է պահել ամեն գնով, բացի արժանապատվության եւ նաև ստի միջոցով։ Եթե մենք պետք է քաղաքացիներ հստակ խոսենք եւ բացատրենք, որ իշխանությունը ուզում է սա, ընդդիմությունը ուզում է սա, բայց իմ կարծիքով այդտեղ շատ ավելի կարևոր են դերակատարները, որտեղ այլ բան է, երբ ես խոսում եմ մի բանից, որ ես ամեն օր հակառակն եմ անում, եւ ես խոսում եմ մի բանից, որ ես մարդուն կարողանում եմ համոզել, որ ինքը ինձ հավատա։ Դրա համար այս նախընտրական շրջանում կարծում եմ կարևոր է լինելու նաև այն մարդկանց շրջանակը, ովքեր զբաղվելու են ժողովրդի ճկումներով։ Իսկ կան քաղաքական ուժեր, որոնց հետ հետագայում կհամագործակցեք։ Ռոբերտ ջան, ճիշտ ասած, տեսական է հարցը։ Հետագայում քաղաքական ուժեր կան, որ կհամագործակցեն, բայց դրանք հիմնականում ես ասեմ 18 թվականից մինչ օրը այս քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ որոշակի առումով համագործակցություն եղել է, դա գաղտնիք չէ, ես պետական աշխատանքի եմ եղել եւ ես նաեւ կառավարության դիրքորոշումների մեծ մասը
ընդունում եմ, բայց եթե կլինի քաղաքական կուսակցություն, որը իմ սկզբունքները եւ իմ մտածած պատկերացումներով առաջ կգնա, որի հիմքում դրված կլինի գերագիտությունը, որի հիմքում դրված կլինի արդարությունը, առաջիկա ընտրությունները նաեւ ես իմ աջակցությունը կհայտնեմ։ Հենց դրա համար էլ այդ հասարակական կազմակերպությունը մենք ձևավորել ենք, բայց մեր խնդիրը այսօր ազգային ժողովի ընտրությունները չեն։ Իմ խնդիրը կոնկրետ իմ առջև դրված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, որին ես միշտ եմ գրեթե մասնակցել, նման խնդիր չի եղել, եւ ես կարծում եմ, որ հիմա քաղաքական դաշտում նախ առաջարկ պիտի լինի, դրան առաջարկը լինելու դեպքում այն մտածում համագործակցության մասին, եթե նման առաջարկ լինի համագործակցության եւ իմ սկզբունքները, որոնք որ հնարավոր լինի իրենց կողմից ապահովել, ես դրա մասին կմտածեմ, այս պահին որևէ դիրքորոշում չունեմ եւ նաեւ այն հակառակ թևի հետ, որ ասացի, որ մարդկանց փորձում են փողով կամ ասենք նախկին իշխանությունները այդ համագործակցությունը բացառում եմ ընդհանրապես, իրենց այդ որևէ նախկինների մասով չկա, իսկ այն բոլոր ուժերի հետ, ովքեր ինպես են մտածում եւ այդ երկուսի արանքում չեն տեղավորվում, միանշանակ իրենց հետ պատրաստ եմ համագործակցելու։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, հրավերը չմերժելու համար, ձեր տեսակետները մեր տաղավարում ներկայացնելու համար։ Հարգելի ունկնդիրներ, եթերում մեր ուղին հաղորդաշարն էր։ Նոր Վանաձոր, թե հինը փաթեթավորված նորով։ Ցույց կտա ժամանակը։ Մենք էլ կհանդիպենք եթերում։ Առայժմ։